Այժմ մեր տարածաշրջանի հարցերի մասին։ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում։ Այդ պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության եւ փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է։ Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձևավորված ստատուս կվոն երկարաձգելու փորձերի մեջ։ Սա իրականությանը չի համապատասխանում։ Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք իրոք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է։ Ադրբեջանցիները առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են։ Ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում, երբ որ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կարգավորի։ Այս պատճառով էլ Ադրբեջանը անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակ առաջնագծում եւ այդ ձևով իր մասին հիշեցնի մեզ եւ միջազգային հանրությանը։ Այդ քարոզչական հնարքները սին են եւ դատապարտված են ձախողման։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ։ Մենք պետք է բանակցենք եւ ամուր հիմքեր դնենք երկու ժողովուրդների միջև բնականon շփումներ եւ խաղաղություն հաստատելու համար։ Այո, հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր, վստահելի, ստուգման ենթակա մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ։ Այդ ճանապարհին առաջին ճիշտ քայլը կարող էր լինել Վեննայի եւ Սանկտ Պետերբուրգի անցած տարվա հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացումը։ Սակայն ցավոք սրտի Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակում հանձնառություններ ստանձնելուց եւ հաջորդ օրը դրանցից հրաժարվելուց։ Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում։ Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը եւ Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ։ Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ եւ ավելի ճիշտ շատ պարզունակ հանգամանքը։ Ուստի մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար։ Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք։ Թող Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ, սակայն մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ագրեսիայի շեշտակիորեն ազդելու կարողություն։ Ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար։ Այդ հավասարակշռության հիման վրա հնարավոր է բանակցել հաշտության շուրջ։ Ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով։ Պարոնայք գեներալներ, սպաներ, գլոբալ մակարդակում Հայաստանը շարունակելու է իր ներդրումը ունենալ անվտանգության, կայունության ամրապնդման եւ միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման գործում։ Դրա վկայությունն է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ մի շարք առաքելությունների։
Ես մեծ հպարտություն եմ ապրում այն ժամանակ, երբ հանդիպելով արտասահմանցի իմ գործընկերներին, ինչպես նաև արտգործնախարարների և պաշտպանության նախարարների, որոնցից լսում եմ դրվատանքի խոսքեր հայ խաղաղապահների մասին։ Շնորհակալ եմ հայ զինվորականներին, առաջին հերթին նրանց, ովքեր պատրաստում են այդ զորախմբերը և իհարկե նրանց, ովքեր անդամ են այդ զորախմբերի Հայաստանի անունն ու պատիվը այդքան բարձր պահելու համար։ Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է Հայաստանի և Ռուսաստանի ձևավորված ռազմական դաշինքը։ Այն ունի շատ հարուստ պատմություն և ավանդույթներ, քանի որ հայ և ռուս զինվորականները երբեք չեն եղել խրամատների տարբեր կողմերում։ Այնուամենայնիվ, որևէ ռազմական դաշինք չի կարող հիմնված լինել միայն հույզերի վրա։ Այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա։ Այն անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար։ Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները, ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում։ Ուզում եմ, որպեսզի բոլորը շատ հստակ գիտակցեք, որ այո, նաև հարկ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցիչի գործողությունը կամ ելույթը կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Միաժամանակ մենք շարունակելու ենք աշխույժ դրական օրակարգ ձևավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ, միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով։ Այս բոլորը կարևոր գործոններ են մեր մյուս հարևանի Թուրքիայի անբարյացկամ, եթե չասենք թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար։ Վերջին շրջանի ուրախալի լուրերից մեկն էր Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս ուղղությամբ զարգացումներին։ Առանց գերագնահատելու մեր հնարավորությունները պետք է հետևողականորեն խրախուսենք այդ համաձայնության կողմերին բարեխղճորեն կատարել իրենց ստանձնած պարտականությունները։ Հայաստանը պետք է իր ուժերի չափով իր լումը ներդնի միջուկային և զանգվածային ոչնչացման, այլ զինատեսակների չտարածման, ռեժիմների ամրապնդման գործի մեջ։ Այս առումով անշուշտ կարծում եմ բոլորիս է անհանգստացնում Կորեայի թերակղզում տեղի ունեցող զարգացումները։ Ես շատ կարճ փորձեցի ներկայացնել նաև մեր արտաքին և գլոբալ միջավայրը, հույս ունենալով ժամանակ հատկացնել հարցերի ու պատասխանների համար։ Ես ուղղակի խնդրում եմ ձեզ ակտիվ լինել և պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին։ Շնորհակալ եմ